Ինչու են որոշ մարդիկ անընդհատ մտածում ուտելու մասին, անգամ երբ քաղցած չեն։ Ինչ է մահու հանգերը, բերանի քաղցը եւ ինչպես է այն նպաստում ավելորդ քաշին։ Ծնդի վարկի խանգարում եմ կամ այսօրեմ, դա գալիս առաջինը քեզանից։ Այո։ Այո, եւ որ ասում եք արդեն ձայնը, սննդի, չէ՞, ասեն դի գալիս է քեզ այդ ձայնը քեզ ասում ինչու դես, ինչ խմես, ինչա, դու սոված չես։ Food noise, բերանի քաղցի, ինչու ենք անընդհատ մտածում ծամելու մասին։ Եվ որ դու չքնեցիր, ամբողջ օրը բհավատացեք, ինձ ձեր մարմինը պահանջելու ինչ որ մի բան, բզբզանք։ Սահմանափակող դիետաները կարող են հանգեցնել։ Իհարկե։ Նայեք, մեր ժողովրդի բան, չէ՞, մենք բոլորս վրազ ենք։ Մեր կյանքը շուշու դաբրենք եթանք այդ վիճակը, չէ՞։ Մենք 40 տարի Abrek, մենք 40 տարի գերել ենք, խմել ենք եկել ենք, 40-ում պիտի նիհարենք։ Հետո ինչ արնելու, այն որ ասում են սրիվ ռուսերենով, չէ՞, բացելու է կոմոդ, այն որ ասում եմ խալաձենիկը սարանը բացելու ես ու սրբես դանես իրան, որովհետև մարմին չի դիմանալու։ Եկեք հասկանանք մանո, որ ամառային մթերքներն են թերագնահատվում, համարելով դրանք փոքր, աննշան, բայց ավելացնում են կալորիաները։ Ինչ անել, որպեսզի այդ ուտելու մասին կպչուն մտքերը անընդհատ չհետապնդեն մարդուն, չդառնանք սննդային վարքի խանգարման զոհ։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք մի երևույթի մասին, որի վերաբերյալ վերջին շրջանում շատ է խոսվում։ Ինչու են որոշ մարդիկ անընդհատ մտածում ուտելու մասին, անգամ երբ քաղցած չեն։ Ինչ է մահու հանգերը, բերանի քաղցը եւ ինչպես է այն նպաստում ավելորդ քաշին։ Մեզ կասի Մանո Բրուտյանը, ողջույն Մանո։ Հազար բարևներ։ Շատ հետաքրքիր թեմա ենք ընտրել, երևի մեր լսարանի համար դեռևս անծանոթ։ Ինչ է food noise-ը, որը թարգմանաբար նշանակում է սննդային աղմուկ, եւ mouth hunger-ը, բերանի քաղցը, եկեք հասկանանք ինչի հետ գործ ունենք։ Տեսեք, մարդիկ առաջերտի մեծ կասկսեն տարբերել է, դա ինչա։ Այն որ ասում են սննդի վարկի խանգարում եմ կամ այսօրեմ, դա գալիս առաջինը քեզանից։ Այո։ Եվ որ ասում եք արդեն ձայնը, սննդի, չէ՞, ասեն դի գալիս է քեզ այդ ձայնը քեզ ասում ինչու դես, ինչ խմես, ինչա, դու սոված չես։ Սոված չես։ Դու հիմի գերար, դու սոված չես։ Դու մտածում ես հաջորդ ինչ ես ուտելու։ Այո։ Հասկացաք, այդ դրանում է խնդիրը։ Հիմա ես ինչ ապաժինի գերա, վերջ ասեցի, շատ լավ, ընդիր։ Ուտելու ընթացքում դու չես վերջացել, թե մտածում ես հաջորդը։ Կարող եմ մրգեր բերեմ, կարող եմ մի հատ տորտ բերեմ, մի հատ էսի բերեմ, գիտես ինչ կա, արի հաջորդ հացը բերենք, չգիտեմ, էսի լինի, բուրգեր լինի, պիցցա լինի։ Դա արդեն դու խանգարվեցիր։ Դե իրան որ թարգմանես արդեն քեզ գալիս է արդեն ոնց որ սուտ սովնա է դի սենց ինքը սենց է լինում ասեմ ձեզի երբ որ ձեր մարմինը ձեզանից կալորիա չի պահանջում okay դուք երբ որ սովածանում եք այսինքն ձեր մարմինը ձեզանից կալորիա պահանջում okay բայց չի պահանջում ձեզանից դուք սոված չեք բայց ինչա սկսում եք ուտել մենք կարիք ունենք էմոցիայի համի միջոցով ստացվող էմոցիայի ապրեք ձեզ համա պետք ուզում եք համը զգալ ինչ որ մի բան Okay, բաբակ եմ ուզում, արվազակ եմ ուզում չրթեմ, օրինակ։ Սուրճ, սերուցքով, էդը բան, ինչ որ մի հատ, անուն ինչ բամբաներ կա, սենց, այդի պետք է սկսենք տարբերել արդեն հասկանանք, որ դա ոչ թե մեր օրգանիզմը պահանջում, այլ քո ուղեղն է պահանջում քեզանից, էմոցիաները դա պահանջում քեզանից։ Այսինքն մենք գործ չունենք ֆիզիոլոգիական սովի հետ, այլ սննդային վարքի խանգարման, mouth hunger-ի, քաղցած բերանի, որը այդ էմոցիան ստանալու համար մեզանից պահանջում է միջուտեսներ ավելի հաճախ եւ կանցնում ենք չափը, այստեղից էլ ավելորդ քաշ։ Իհարկե, ավելորդ քաշը օտից չի գալի։ Անդրադառնանք պատճառներին, հա։ Food noise, բերանի քաղցի, ինչու ենք անընդհատ մտածում ծամելու մասին մանո, ինչն է դրան նպաստում։ Նայեք, ուշադիր լսեք, իմը ինչ եմ ասում, այս քայլերը հաստատ բերելու են ձեզ դրան։ Սննդային վարքի խանգարման։ Առաջինը ամենակարևորը միշտ խոսում եմ, ինձ միացեք ես գիշեր քնում եմ, չեմ քնում, դա իմ գործը չի, քթիկո քնելու ձևդ ինչա քնի։ Եվ որ դու չքնեցիր, ամբողջ օրը բհավատացեք, ինձ ձեր մարմինը պահանջելու ինչ որ մի բան, բզբզանք։ Ինչու էներգիա չունենք։ Ապրես, մարմին էներգիա չունի, անընդհատ ուզելու է ինչ-որ արագ էներգիա հասնի իրան։ Դա էլ ինչն է, քաղցրավենիքը։ Okay։ Երկրորդ հերթին մեր սխալ նախաճաշը։ Եթե սկսեցինք սխալ նախաճաշ, ամբողջ մեր մարմինը պահանջելու է սխալ բաներ։ Այսինքն եթե քաղցր սկսեցինք, ամբողջ պահանջելու է մեր մարմինը քաղցր։ Ինսուլին դատաման պատճառով։ Երրորդը ջուր չխմելը։ Պես խոսացին ջուրի մասին հաղորդման մեջ, ջուր եթե չես խմում, քո մարմինը դու չես կարող տարբերես արդեն քաղցրի պահանջի, մեկ է ջուրի պահանջի մեջը։ Չորրորդը գալիս է ստրեսը։ Ստրեսը պետք է կարգավորենք, ինձ միացեք ամբողջ օրը ստրեսը, մենք ենք ստրեսի մեջ, ստրեսը դուրս գալու ձևեր ունի, գնա մարզվի, գիրք կարդա, շուն բահի, չգիտեմ, շնչառության ֆիլմ նայի, շնչառության վարժություններ արա, այդ էլ այն շատ օգնում, այն մի բան, որ ես շնչառության վարժությունը սկսում եմ, այսինքն մի հատ ջղայնացակամ ինչ-որ բան,
Սենց սիրուն խորը շունչ արդաշունչ, ավադացեք լավ կարգավորից ես։ Սա է պատճառները, այսինքն ինք իրան չի լինի մարդու մոտ, տենց մի զգացողություն։ Պիտի պատճառ լինի, դու պատճառը գտի ինչու՞մն է եւ ուղի էդի։ Եվս մեկ պատճառ մանո։ Սահմանափակող դիետաները կարող են հանգեցնել։ Իհարկե։ Նայեք, մեր ժողովրդի բան, չէ՞, մենք բոլորս վրազ ենք։ Մեր կյանքը շուշուտ ապրենք այդքանք, այդ վիճակը, չէ՞։ Մենք 40 տարի ապրենք, մենք 40 տարի գերել ենք, խմել ենք, եկել ենք, 40-ում պիտի նիհարենք։ Okay, ինչ ենք անում։ Սկսում ենք շուտել։ Օրը այսքան բան ենք ուտում, երկու անգամ վերջացավ։ Ես խիստ դիետա։ Ինչ արնում քո մարմինը։ Մի ամիս կարողացար բայել։ Հավատայից չես կարող ավել բայես։ Հետո ինչ արնելու։ Եմ որ ասում են սրիվ ռուսերենով, չէ՞, բացելու է կոմոդ։ Եմ որ ասում եմ խարաձենիկը սառնանը բացելու ես ու սրբես դանես իրան, որովհետեւ մարմին չի դիմանալու։ Միշտ այդպես է լինում։ Այնպես որ այդ շատ խիստ սահմանափակող դիետաները մի պահեք, հետո ավել քաշ կունենաք, կրկնակի ավել, քան ունեիք մինչ այդ։ Եվ այո, բերանի քաղցը այդ դեպքում չեք կարող զսպել եւ կապ չունի ֆիզիոլոգիական սով ունեք թե ոչ, աչքը տեսա վերցնելու է, որովհետեւ անցել է այդ ժամանակահատվածը, ամիսը, շաբաթը, երբ դիետան ավարտվել է։ Մի զրկեք ձեզ ամեն ինչից, չափավոր ամեն ինչ կարանք ուտենք, չափավոր։ Ու գերեք ինչ որ կարևոր, այսինքն այն ինչ որ պիտի մտնի մեր բերանը, դա պետք է լինի մեր մարմին օգտակար։ Այդքան բան կարամ ասել։ Այո։ Հիմա ամառը մենք գիտենք թե որքան հաճախ ենք մեզ թույլ տալիս այդ միջուտեստները մանո եւ ելի մենք գործ ունենք բերանի քաղցի հետ mouth hunger ասվածի, որովհետեւ տանից դուրս ենք գալիս, մտածում ենք սառը սուրճ խմենք սերուցքով, պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, ինչու ոչ թարմանալու համար եւ այդ ամբողջը ուտելու արանքում։ Միջուտեստները միշտ վնասակար են։ Նայեք, միջուտեստները վնասակար նաեւ կարա չի լինի։ Okay, այսինքն մենք ունենք միջուտեստներ, բայց նենց բանիկ էլի ուտում ինչ որ կարևոր է մեր մարմնին, okay? Այսինքն եթե դու ճիշտ ես ուտում, միջուտեստը սխալ չի, դա ճիշտ գարձիկի մասին ասենք էլի, բայց իհարկե նայած դու ինչ ես ընտրում։ Այսինքն, եթե գնացի ջամփից մի հատ բաղբակ վերցրեցի, գնացի մի հատ գարեջուր, իր հայդեն հայերենով ասած տաշախուստը որ ասում են, այսինքն, չգիտեմ, գետնանուշը գտնի, արևածաղիկը գտնի, չէ, չի ավարտել։ Էդի միջուտեստ չի։ Okay, շապ օրվա ընթացքում մի հատ խախտում արեցինք, հասկացանք, բայց ուշադրիր եք այդ խախտումը չբերի մնացածին։ Եվ որ դու գերալ բաբագը բերել մնացածին։ Եվ որ գերանք էսի բերելու մնացածին։ Դրա համար խորտ կդամ, երբ որ դու հացը նորմալ ուտես, այսինքն նախաճաշ ճաշ ընտրիկը նորմալ գերած լինես, սպիտակուցը բարձր լինի, ջուրը խմած լինես, քո բահանջքը այդքան շատ չի լինի։ Ուզեցանք մի բան անենք, okay, խնդիր չկա, օրվա ընթացքում իջանք դուրս եկանք, ուզում ենք մի բան օգտվենք, խնդիր չկա։ Գնա այդ մի փոքր բանը դկեր, բայց չափը մի անցի։ Միշտ ասում ենք չափները կարևոր, քանակները դեսակները կարևոր։ Այո։ Երկուսը կարևոր են մեզ համար։ Եկեք հասկանանք մանո, որ ամառային մթերքներն են թերագնահատվում, համարելով դրանք փոքր, աննշան, բայց ավելացնում են կալորիաները։ Լսեք, ես վերջերս շատ բանի վրա եմ ուշադրություն դարձնում, հիմա որ մի դե նստում, կաֆեներ կամ մի բան, լիմոնադ։ Ախր ժողովուրդ ընդ լիմոնադի մեջ, ընդ բան չի, լիմոնադ գույքն չունի։ Էդի բոլորը սիրոպ է, բոլորը շաքար է, ընդ բան չկա։ Ու գիտես ինքը համով է, նայեք, լեզուն, դոպամինը բարձրացրեց, այդ ամբողջ գրաֆինը խմում ես։ Շաքար, լրիվ շաքար։ Էդի հեռացրեցինք։ Երկրորդը դեսում եմ միշտ երդասարտներ ավելի շատ, այն սուրճի այն փոքր խանութերին չեն ասում։ Սերուցքով սառը սուրճ են պատվիրում։ Մենակ սերուցքովը չի եղել այդ բանը, այդ երեքը մեգումը բանը, դա քիմիա թույն, իսկականից քիմիա ու թույն է դերերիվ։ Ինքը սառն հենց համով, որովհետև քաղցրա բանը, այն որ ասեցի, չէ, մարմին հաջելիա համը զգացիր, էմույսին գծրեցինք նա իրար։ Հաջողի հորմոններ արտադրում են անընդհատ ուտելու ցանկանում եւ մեկը հաջորդում է մյուսին։ Իդեպ ձմերուկի մասին մանո նույնպես խոսենք, ձմերուկ շատ հաճախ հատկապես լողավազաններում պատվիրում ենք եւ վայելում, այսպես ասենք։ Ընթացքում նաեւ իհարկե պաղպաղակ, գարեջուր։ Նայեք, ինքը միրգա, okay, միրգը լավ բան է, բայց էլի եմ ասում, միշտ չափը լավ է։ Ճիշտ ամեն ինչ դու մենք չափի մեջ լավ է։ Մենք լավ գիտենք բարոնակում է էլի շաքար, որովհետև միրգա ինքը եւ իր գլիկեմիկ ինդեքսը բարձր է։ Okay, այսինքն եթե մենք 100-200 գրամ կերանք, համը զգացինք, okay, ուրախացանք, վերջացանք։ Բայց այդ ամբողջ ցմերգու ուտես, դա արդեն ես բաղավոր չեմ, դու ասես չաղացել եմ։ Okay, չափի մեջ կեր։ Երկրորդը Գարեջուրը պատվիրեցի լավ, խնդիր չկա, ամառը շոկա, գնացինք լողավազան, մի հատ փոքր շիշ վերցրեցինք, խմեցինք, okay, բայց այդ գողքիները մի լեցրու, այսինքն ասեցի գետնանուշը արևածա, մի լեցրու գողքերը, բեք չի։ Գարեջուրը խմի այդ մի հատ օրը, վերջացավ, վայելի էդի։ Վայելի, այսինքն էդի ինչ որ խմես, այդ մի փոքր կամ վայելի դրանով, այլ ոչ թե փորտ լեցրու,
Հասկացա՞ր։ թե հագեցրու Աբրես։ աչքը, թե աչքի քաղցը։ Ուզեցիր հասկացանք մի զրգի քեզ։ Մի զրգի, օքեյ, ամառը հասկացանք, օր մի հատ խախտում կարան գան։ Խմեցրի գողերի ու թող գնա վերջացավ, որովհետև այդ մի հատ մի սարքի 10 շիշ հետո։ Մրցումի մի հելի, նայ դու խմեցիր 2 հատ, ես խմեցի 5 հատ։ Մի մրցի մեկի հետ։ Okay։ Այո, մենք գարեջրի մասին ենք խոսում, որ հատկապես ամռանը շատ են օգտագործում տղամարդիկ, ինչու ենք այդքան շատ հատկապես երեկոյան խմել եւ ուտել ուզում։ Դա ինձ ավելի շատ ինձ թվում է կոնկրետ գարեջրի մասին է, ոսկե դա դրա տրադիցիա է երևի։ Ամառը գարեջրի օրնա, հետո գիտես չկա գովազդել է շատ։ Ախր մարդու, այո, մարդու աչքը որ շատ մի բան է տեսնում, դե անընդհատ ուզում է։ Դե ամբողջ օրը նայում ես տելևիզորով կամ բանով թերթում ես ֆիդերը, նայում ես գարեջուրի տեսակներ գույնավոր, դե ձգում է, չէ՞ կոմոդ։ Էլի եմ գրգնում։ Գիշերը խնդիր չկա, խմեցիր հացդ կերար, որից չգիտեմ, գեշ ժամեդո մի հատ խմեցիր փոքր շիշ, լավ է, վերջ։ Մի չարաշահի, խնդիրը չարաշահելու մեջն է։ Ամեն ինչ միշտ ասում եմ ես, չափի մեջ շատ լավ է, բայց ինչ որ չափը անցնում ես, իմացի չեն խոսում նիհարել կամ չանալու մասին մենակ։ Գարեջուրը արդեն խանգարել է քո հորմոնները տղամարդու։ Միջև հորմոնները, միջև պրոլակտին բարձրացնելու է։ Էստրոգեն կարա խախտի, այսինքն ինքը գարելիք խախտումներ տա քեզի։ Այսինքն գրծքերի ձևը սրվում է դղեկի մոտ գարեջուրի օգտագործելուց երկար ու շատ տենցել է լինում։ Հորա հելնում մենակ, որովհետև ինչի համար հորմոնների խախտումից որովայնի ջարմն է սկսում ավելանալ։ Ցնդրանը ուշադուն դարձրեցեք, կյանքը չպրծավ ամառով։ Այդ տերմինը մենք լիքը ամառներ ունենք հələ որ պիտի գա։ Լիքը ամառ ունենք, այս ամառով չպրծավ։ Ֆայլի կյանքը, բայց քիչ, չափավոր ամեն ինչը։ Շատ լավ։ Գարեջրի փոր կոչված տերմինը գոյություն ունի, հենց այստեղից է ցայքել, երբ շատ գարեջուր խմող տղամարդիկ գարեջրի տակառ հիշեցնող փորեր են ունենում, բայց այստեղ նաև անտեսանելին կա, կանացի հորմոններն են ավելանում եւ տղամարդը սկսում է նմանվել կնոջ։ Բամդազեք լիարդի։ Լիարդի ինչ վնաս ենք հասցնում։ Այնպես որ մի չափ անցեք ամառը իհարկե, բայց կարելի է վայելել ամառը այլ եղանակներով, բերելով առողջությանը օգուտ, ոչ թե վնաս։ Խոսենք ամառային մրգերից, շատ ենք խոսել, հնարավոր է գիրանալ մանո։ Մենք գիտենք ամառային շրջանն է, երբ այդքան սպասված մրգերը վերջապես նվիրում են մեզ իրենց, այսպես ասենք, թարմ չափը երբ ենք անցնում մրգից ինչ ենք ստանում եւ որ ժամին պետք է միրգ ուտել։ Նայեք, օրվա ընթացքում մենք եթե 200-300 գրամ միրգ ենք ուտում, դա նորմալ է։ Դա օքեյ է։ Okay, լինում է դա որ չափը անցնում ենք։ Սենց մի հատ խոսակցություն կա, միշտ ինձ գրում ասում են, բամ ամառը գիրասի սեզոնն է, խիչ ուտեմ։ Ձմեռուկի սեզոնն է, խիչ ուտեմ։ Եղբայր գեր, քույրս գեր, բայց չափի մեջ գեր։ Բայց ազիվ սեզոնը կալորիա է, չէին վերջո։ Ի վերջո կալորիա չէ ինքը։ Հետո մի մեղադրի քեզ։ Ինչի համար իմի ուտեմ, մի ամիս հետո չաղանամ ու սկսեմ ինձ մեղադրել խիգերա, հետ սկսեմ դիետա բահել։ Ախր դու կյանքը տես դասավորի, որ դու մնաս այդ միջինի վրա էլի ամեն ինչը։ Ինչի համար իմի էսի չարաշահեմ, հետո մի ամիս հետո ընկնեմ ոնց շուտ նիհարելու հետևից։ Դե ասում են վիտամինները հիմա կա վերցնենք, հետո չի լինել։ Ախր հավատացեք այդ երկու շաբաթը որ դուք կերակ այդ գիրասը միջև վերջալ, ես ինչ վիտամին չստացակ էլի։ Հավատացեք որ դες բան չի լինելու։ Միրգը garank ուտենք օրվա ընթացքում, երբ ուզենք, կլինի արավոտը, կլինի կեսօրը, կլինի իրիկունը։ Նախադրելի է հացից 30-ից 60 րոպե հետո, օքեյ, ոչ թե սոված։ Որ ինսուլին դատանում շատ մեծ չլինի, օքեյ, հացը գերան կարան մինչև մի ժամ հետո այդ մի 100-200 գրամ միրգը ուտենք, կշտանանք, ուրախանանք դրանով։ Նույնպես գիշերը, օրինակ քնելուց 4 ժամ առաջ, ինչպես որ օրենքն է, գերանք, կես ժամ մի ժամ հետո միրգը ուտենք, օքեյ, վայելենք դա, ու այդքան քնենք։ Դենց ժամանակ չկա կոնկրետ որ կարամ ուտեմ կամ չեմ կարող ուտեմ, որ ասեմ գիշերը միրգը չաղացնում է, չէ, կալորիան է քեզ չաղացնում, ոչ թե միրգը։ Այսինքն եթե դու ճիշտ կալորիայի մեջ ես սնվում, օրվա չափաբաժին կալորիայի մեջ ես սնվում, ոչ մի բան չի կարող քեզ չաղացնի։ Արևածաղկի սերմերի մասին, նրանց օգտակարության մասին մանո խոսենք եւ որ դեպքում կարող են վնասել։ Նայեք, էլի ինքը ջարբա, որը պետք է մեր օրգանիզմին, բան չասեցի։ Բայց դե մի հատ խնդիր ունենք։ 100 գրամը, ասենք մոտ 500-600 կալորիա է։ Մարդիկ կարող չիմանան դրա մասին։ Ես չեմ պատկերացնում ինչ որ մեկին 100 գրամով բավարարվի։ Ինչպես որ ասում են, մինչև չվերջացես չես հանգստանա։ Բացեցիր, մինչև վերջ պիտի չրտես էդի։ Մինչև վերջ դու պատկերացնում ես, ոչ ոք ես 100 գրամ չի, այսինքն 100 գրամի գիտեող շատ արդեն կալորիան։ Այսինքն դու 500-600 կալորիա դու փոխարինում ես իրան մի հատ ամբողջ չափաբաժինի հետ, քո կեսօրվա կամ գիշերվա ջաշիտ հետ, այսինքն փոխարինում ես 500-600 կալորիան թիվը։
բայց ինքը որ էսքան ես ուտում, դա ոչ մի բան է։ Ոչ քեզ կարա գշտացնի կամ ոչ քեզ կարա բանալի։ Հասկացաք։ Իսկ դա բայց 600 կալորի դու կարող ամբողջական, չգիտեմ, մի հատ ստեյք ուտեք, հետո գրել բանջարեղենով, հետո չգիտեմ, կարտոֆիլով, պատկերացեք այդքան կարակ ստանալ։ Պաստորեն այդ փոքր սերմերն էլ կարող են ավելորդ քաշի պատճառ հանդիսանալ, եթե չարաշահում ենք։ Խորովածի մասին մանոն, ամառ է եւ ամառն առանց խորովածի չենք պատկերացնում, բնության գիրք ենք գնում եւ արդեն միանշանակ ասոցացում է խորովածի հետ, մի խորոված չանենք։ Սա ֆիզիոլոգիական սովի մասին է խոսում, թե բերանի քաղցի, մաութանգերի, էլի սննդային վարքի խանգարումների հետ գործ ունենք եւ խորովածը իրենով օգտակար թե վնասակար մթերք պետք է համարենք։ Նայեք, ինձ թվում է ավելի շատ այդ խորովածի բանը տրադիցիան է այստեղ խոսում։ Խորովածը վատ բան չի։ Այսինքն ես եթե դուրս եմ լինում, իմ հետ հաս չի լինում, ես մտնում եմ ասում եմ ինձ հավի դոշի խորոված տվեք։ Բան չկա դրա մեջ, մի գդոր լավաշ, օքեյ, դուրս եմ, մի գդոր լավաշի մեջ դրեցին խավի խորովածը, ասում եմ լոլիկը դրեք, չգիտեմ ինչը դրեք, բանջարեղեն ու դու մևարանց սոուսի։ Դա նորմալ է, դա օքեյ է։ Okay, բայց որ դու դու ես խորոված անելու դու մենակ այդ խորովածը չես բրծնում։ Խորովածի գողքի ինչ ա լինում։ Էս մի գողքը, էս մի գողքը, էս մի գողքը։ Լիքը բաներ գողքից, չէ՞։ Պլյուս հացը, մածը, դες լիքը, հետ ինչ ա գալի խմելը։ Okay, ու հետո դառնում է այդ տրադիցիան, որ ասում եմ, դու ոչ թե մենակ կշտանում ես, կերար այդ քո չափը գշտացար հելար, չէ։ Դու նստում ես 3-4 ժամ, 5 ժամ, չէ։ Դու անընդհատ ուտում ես։ Արդեն դա ինչ եղավ։ Hunger Games-ը։ Դե Hunger Games-ը եկավ, ոչ թե Hunger Mountain։ Հասկացաք։ Դու անընդհատ ուտում ես, ինչի համար ռեֆլեքս է դա։ Նստած եք ընկերներով խոսում ես, դավայ մի հատ բրտուճ, օքեյ, բան, մի հատ խմեցի, մի հատ բրտուճ, մի հատ ստեղ, այդ վրից, չգիտեմ, ձմերուկ եկավ, վրից մույս եկավ, արդեն մի ասում ախպերս, մի հատ սեղան հավաքի ինչ որ գերար բլենդերի մեջ խփի, նայեք խփի, բայց ստամոքսը մեղչի ոնց է խփելու այդ կանը։ Դրանից հետո էլ արդեն ձմերուկ։ Այդ է ասում, ինքը ված չի, ինքը լավ բան է, բայց եթե ուտում ես չափի մեջ։ Իհարկե եթե յուղով մուղոտ չի լինում, ասես խոսքի գմիսը էսկան լինի, վրան էսկան յուղը լինի, դա չեղավ էլի։ Մանո փորձենք ամփոփել, ինչ անել, որպիսի այդ ուտելու մասին կպչուն մտքերը անընդհատ չհետապնդեն մարդուն, չդառնանք սննդային վարքի խանգարման զոհ, այո, եւ ճանաչենք ֆիզիոլոգիական սովը, ինչպես պայքարել mouth hunger-ի դեմ։ Հավատացեք, ինձ շատ հեշտ է քայլերը, բայց ոչ ոք չի ուզում անի։ Ինչպես որ միշտ ասում ենք։ Ինչու, եկեք թվարկենք։ Նայեք, քնի բագասը քունդ կարգավորի, ամեն ուտեստի մեջ սպիտակուցը ավելացրու, ջուրը բահի դեղը, ստրեսից փորձի հեռու մնալ, ստրեսի ձևերն էլ ասեցինք ինչն է, այսինքն կարաս մարզվես, կարաս, չգիտեմ, հելնես քայլես, գինոնայես, ստրեսը նվազացրու, այս բոլորը որ անես, դու ոչ մի խնդիր չես ունենա հավատա։ Չես կարող գնա մարզասրահ։ Ստրեսը կարգավորի մարզասրահում, նաև ունեցի գեղեցիկ մարմին, ջարբետ քչացրու ու բարաբի քո համար։ Այս քայլերը ընդամենը որ անես, հաստատ պատկերացու քո մոտ ոչ մի խնդիր չի լինի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Այո, այդպես միշտ չէ, որ ուտելու ցանկությունը ֆիզիոլոգիական սովի հետ է կապված, քաղցի նշան է։ Դա կարող է լինել ընդամենը ուտելիքի միջոցով համային էմոցիաներ ստանալու պահանջ, որը պետք է վերահսկել։ Դուք դիտում եք Միֆ թե իրականություն հաղորդումը, շարունակեք հետևել մեր թողարկումներին, բաժանորդագրվեք առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին, ընկերական հանդիպումների լավագույն հավաքատեղին եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հովակիմյան էսթետիկ կենտրոնին համագործակցության համար։ Իսկ մենք կհանդիպենք։